Շարունակում է կենտրոնի առավոտասերի հեռուստադիտողներ տաղավարում բարձր տրամադրությունը, հեսա Յուրի ակնարկը շատ լավն է, Շան վերաբերյալ, ներկայացնում ես, թե ես ներկայացնեմ։ Ներկայացնեմ սիրով ապրիլի 2-ը այսօր նշվում է որպես աուտիզմի մասին իրազեկման օր եւ հենց այսօր ժամը 19-ին Ամիրյան 2 հասցեում տեղի կունենա Մոլլի անունով կատուն գրքի շնորհանդեսը, որն անմիջական կապ ունի օրվա հետ, ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, գրքի հեղինակ Շողեր Միրզոյան եւ լոգոպեդ հատուկ մանկավարժ, գրքի խորհրդատու Շուշանիկ Ղազարյան։ Լոգոպեդ մանկավարժը ոնց որ թե մեր Շողերն էր։ Բարի լույս։ Դուք եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք շատ որ փոքր էինք, առանձնարար գաղափար չունեինք ինչ ասել է աուտիզմ եւ որ ասում եմ շատ վերջերս մի քանի տարի առաջ բացահայտեցինք, որ այդպիսի բան կա։ Ես կուզեմ իմանալ, իրականում տարածված չէր, այսինքն այդ խնդիրները, որ մենք չգիտեինք, թե ուղղակի ինտերնետը չկար դրա համար չգիտեինք։ Ինչով է պայմանավորված, որ այսօր մենք այդքան շատ եւ ունենք այդ ախտանիշները եւ այդքան շատ խոսում ենք աուտիզմի մասին։ Նախ բարի լույս, շատ հաճելի է գտնվել ձեր տաղավարում։ Այսօր աուտիզմի իրազեկման օրն է, ինչու այսքան կարևոր դարձավ իրազեկումը, որովհետև դուք շատ ճիշտ նշեցիք, տարին տարու խնդիրը ավելանում է, տարին տարու աուտիզմ ունեցող բալիկներն ավելի շատանում են։ Դրա համար խնդրի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում։ Աուտիզմը դա զարգացման այնպիսի խանգարում է, որի դեպքում տուժում է շփումը, հաղորդակցումը, բալիկներին բնորոշ են կրկնվող ստերեոտիպային վարքագիծ, որի վրա ուշադրությունը հիմա շատ ավելի մեծ է, որովհետև վաղ տարիքում ախտորոշումը, երբ որ վաղ տարիքում ախտորոշվում է աուտիզմը, բնականաբար շտկողական աշխատանքները սկսում են ավելի վաղ եւ իրազեկ լինելու դեպքում դրանք լինում են շատ ավելի արդյունավետ։ Բուժման են ենթարկվում, թե ուղղակի արդյունավետ է ընթանում պրոցեսը։ Տեսեք, աուտիզմը որպես այդպեսին չի բուժվում, բայց աուտիզմի ախտորոշման պահից սկսած կցվում են բազմաթիվ մասնագետներ, ինչպես օրինակ հատուկ մանկավարժ, լոգոպեդ, վարքային թերապևտ եւ բազմամասնագիտական թիմը յուրաքանչյուր իր սպեկտրում սկսում է շտկողական, վերականգնողական աշխատանքներ, հետևողական լինելու դեպքում ունենում ենք բավականին լավ արդյունքներ, ինչպիսին օրինակ Շողերի աղջկա Սոնյայի մոտ է։ Եվ իրազեկումը պայմանավորված ամենակարևոր իրազեկման դա ճիշտ ծնողավարումն է։ Երբ մասնագետները, բժիշկները, որոնք որ նախնական ախտորոշում են անում, կարողանում են ճիշտ տեղեկացնել ծնողին, նրա հետագա քայլերի մասին եւ արդեն համագործակցային աշխատանքը բերում է սպասելի լավ արդյունքներ։ Բայց մի րոպե ներողություն ես ասեմ, մինչեւ բժշկի մասնակցությունը որ տարիքից ծնողը կարող է ինքնուրույն հասկանալ, որ երեխան ունի այդ ախտանիշերը։ Կոնկրետ նախ բարի լույս։ Բարի լույս։ Կոնկրետ իմ դեպքում ես նկատել եմ տարի 7 ամսեկանից, երբ որ երեխայի մոտ բացակայում էր աչքի կոնտակտը, երբ որ երեխան չէր արձագանքում իրեն ուղղված հարցին, անգամ եթե չկա խոսք, բայց կա հաղորդակցություն, օրինակ հրահանգների կատարում, արձագանք անվանը, սա մտածելու տեղիք չի տա, բայց երբ որ չկա այդ արձագանքը, հաղորդակցությունը, թեկուզ առանց խոսքի, այստեղ արդեն ծնողը պետք է ավելի ուշադիր նայի երեխային։ Ես նկատել եմ տարի 7 ամսեկանից, այդ տարիքում հնարավոր չէ դնել որևէ ախտորոշում եւ որևէ մասնագետ չի էլ դնի, բայց վաղ նկատելու դեպքում շտկողական աշխատանքները ավելի արդյունավետ եղան մեր դեպքում։ Կա որևէ մեկնաբանություն հստակ բժիշկների կողմից, ինչից է առաջանում այդ խնդիրը, այսինքն հղիության ընթացքում է այդ խնդիրն առաջանում, թե դա անխուսափելի է, շատ հաճախ ես լսում եմ, չգիտեմ որքանով է միֆ, չգիտեմ պատվաստման հետևանքով կարող է լինել, ի վերջո ինչն է նպաստողը դառնում։ Անպատասխանատու ծնողների կամ ոչ, չգիտեմ, ոչ նորմալ կյանք վարելու արդյունքում, իհարկե հա, բայց որովհետև երբ որ նայում ես adekvat ծնողներ են, բայց կա այդ խնդիրը, այսինքն իրարամերժ ինչ որ ինֆորմացիա է ստացվում։ Երկու տարբերակն էլ կա։ Խնդրեմ։ Տեսեք, մինչև վերջ, մինչ այսօր բացահայտված չեն աուտիզմի
պատճառները։ Այո, դա միֆ է, որ պատվաստման հետևանքով կարող է առաջանալ, ինչու, որովհետև համընկնում է 1.5 տարեկանի պատվաստումը երեխայի զարգացման այդ փուլի հետընթացի հետ։ Բայց կան շատ բալիկներ, ովքեր ունեն աուտիստիկ սպեկտրի խանգարում, բայց նրանք պատվաստված չեն։ Այսինքն նման փորձերը ցույց տվեցին, որ միանշանակ ոչինչ չկա։ Աուտիզմը նյարդաբանական զարգացման խանգարում է, որը որ կարող է յուրաքանչյուր դեպքը անհատական է, յուրաքանչյուր դեպքի համար կարող ենք ունենալ որոշակի պատճառաբանություն։ Այո, հնարավոր է, որ լինի գենետիկայում որևէ խանգարում դա արտահայտվի երեխայի մոտ, հնարավոր է, որ անցանկալի երևույթները հղիության ընթացքում դիտվեն պատճառ դառնան աուտիզմի, բայց վերջնական որն է նրա հիմնական պատճառը, մենք այսօր այդպիսի տվյալներ դեռ չունենք։ Մենք ունենք որպես արդյունք զարգացման խանգարումը, Փառք Աստծո, այսօր արդեն բավականին լավ մակարդակում է բազմամասնագիտական թիմի տեղեկատվացությունը, մեթոդները բավականին լավ մշակվել են, ադապտացիոն աշխատանքները սկսվում են։ Ես այսօր այստեղ որպես հատուկ մանկավարժ ներկայացա, որպեսզի խոսեմ ծնող մանկավարժ այստեղ պատասխանատվության հենց այն մակարդակի մասին, որը որ պիտի ցուցաբերի ծնողը խնդիրը արձանագրությունը կարդալուց հետո։ Եթե կարողանում մենք մասնագետներով ճիշտ ծնողավարություն կազմակերպենք եւ ունենում ենք շողերի նման ծնողներ, ովքեր որ մասնագետին զուգահեռ սկսում են սովորել, սկսում են հետազոտել, սկսում են 45 րոպե պարապմունքով չբավարարվելուց հետո շարունակել աշխատանքները տանը, մենք ունենում ենք ուժեղ ծնողական համայնք եւ մասնագետի հետ միասին ունենում ենք լավ արդյունք։ Ես այսօր անդադար դա եմ ասելու, որ մի բավարարվեք, հարգելի ծնողներ, հարգելի հեռուստադիտողներ, չգիտեմ, ով որ հիմա մեզ նայում է, մի բավարարվեք այն 45 րոպե պարապմունքով, որը որ ձեր երեխան անցկացնում է մասնագետի մոտ, որովհետև 24-ից մինուս 45 հետո ձեր երեխան լինելու է ձեզ հետ։ Եթե դուք տեղեկացված եք, եթե դուք պատրաստված եք, եթե դուք տիրապետում եք բոլոր այն մեթոդներին, հնարքներին, որը որ բնականաբար հատուկ մանկավարժը ձեզ ասում է, ուրեմն դուք կունենաք ցանկալի արդյունքն ավելի վաղ։ Եվ գիրքը նորից գամ գրքին, ինչով է ինձ համար հատկանշական, իհարկե բացի այն, որ հերոսուհին իմ Սոնան է, մեր Սոնան է, իմ աշակերտուհին է, ով ինձ տարավ իր աշխարհ, թույլ տվեց, որ ես մտնեմ իր աշխարհ եւ ես այն աշխարհը շատ սիրեցի, բացի այն, որ Սոնաս է, այնտեղ Սոնայի նկարներն են, նաեւ սա շատ կարեւոր ձեռնարկ է ինձ համար որպես հատուկ մանկավարժ ծնողավարության համար։ Ես երբ որ ունենում եմ դժվար իրավիճակներ ծնողների հետ, իսկ այդպիսին շատ են, որովհետև ծնողները շատ հուզական են, ծնողները շատ էմոցիոնալ են, շատ դժվար են հարմարվում իրականության հետ, շատ բարդ փուլեր են անցնում, որոնք մանրամասն նկարագրված է գրքում։ Եվ ես սկսում եմ նրանց ինչ-որ բան բացատրել, աչքերի մեջ կարդում եմ, ընկեր Շուշան, դուք մեզ չեք հասկանա։ Միշտ դա արկա է սկզբնական փուլում։ Ես տալիս էի շողերի հեռախոսահամարը ու առաջարկում էի խոսել ծնողի հետ, իսկ հիմա ես մեծ ուրախությամբ կառաջարկեմ արդեն գիրքը։ Կարդացեք, որտեղ որ հենց այն պահից, որտեղ որ ձեր երեխային գրվում է աուտիստիկ սպեկտրի խանգարում, կարող են ունենալ տարբեր աստիճաններ, երեխաները շատ տարբեր են։ Դուք կսկսեք հասկանալ, ինչպիսի զգացմունքներ դուք պիտի ունենաք, ինչ ճանապարհ պիտի անցնեք, ու այդ ճանապարհը խելացի գրագետ անցնելու արդյունքում ինչ հաջողություններ կունենա ձեր երեխան։ Շողեր, գիրքը գրել եք դուք։ Այո։ Որի շնորհանդես այսօր ժամը 7-ին, ճիշտ եմ։ Այո։ Ամիրյան 2 հասցել, բուկինիստ գրախանութ։ Մոլի անունով կատուն։ Ինչու Մոլի։ Սոնան է այդպես որոշել։ Սոնան է ընտրել։ Ճիշտ է, ընտրել մեր շան անունն էլ է Մոլի։ Եվ ես հնարավորինս ցույց տամ, եթե կերևա Սոնան է նկարել, հա, բոլոր այս պատկերները, որոնք տեղ են գտել գրքում։ Այո, այստեղ մոտակցած քարեր են։ Քարերի վրա, որոնք ինքը բերել է Արշավից։ Ձեզ հետ արշավի է գալիս։ Ինձ հետ չէ, ինքնուրույն։ Ընտիր։ Այս Դավիթի թույլ թեման է, Դավիթը կարող ավելի մասնագիտական հարցեր տալ, ուր է։ Նախ ինքը սարեր, Քանի վերջերս տարեկան է արդեն։ 10։ 10։ Ընտիր։ Նախ եղավ նախագիծ ներառական արշավ։ Ինքը այդ նախագծի շրջանակներում ինքնուրույն բարձրացավ առանց ծնողի ուղեկցության, որից հետո ինձ արշավապետը ասաց, որ երեխան լրիվ պատրաստ է ինքնուրույն սարեր բարձրանալու համար եւ արդեն ինքնուրույն։ Իսկ դա մեծ հաջողություն է, երբ աուտիստիկ սպեկտր ունեցող բալիկը որտեղ ինքը մի ամբողջ օր լրիվ ինքնուրույն որոշումներ է կայացնում, սնվում է, շփվում է հասակակիցների հետ, այդ շատ կարևոր է։ Իսկ փոփոխություն կա արշավներից հետո։ Այդ օրը այնքան լավ ակնում։ Հա,
Կտրուկ չէ, անհրաժեշտ է։ Չէ, կտրուկ փոփոխություններ, ինձ թվում է ժամանակ է պետք դրա համար, բայց անհրաժեշտ հետ շփվելուց միայն հանգստություն է գալիս բալիկներին։ Դե հանգստություն բոլոր։ Այդտեղ գրված է։ Ես այս մի արտահայտության վրա պարզ չեմ կարող չընթերցել, այս ստերեոտիպին դուք եք հարցնում, Սոնա 16-ից հետո որ թիվն է։ Սոնայի պատասխանը, ո՞րն ես ուզում։ Շատ լավ։ Կամ ասում է Ժամանակակից։ երկուսին գումարած 2, ասում է 5, ասում եմ չէ, Սոն ասում է ինչի։ Բայց ինչի։ Ինչ տարբերություն թիվ եմ ասում։ Շատ դժվար է դրա Այսինքն ինքը պատասխանը։ այս ձևով, երբ որ չի իմանում հարցի պատասխանը, ինքը փորձում է ինչ որ ձևով տալ պատասխան, որը որ դու ուզում ես լսել։ Բարը պատասխան է, բայց այստեղ ինքն է ասում, ֆրանսերենի ինչ ես հիշում, ինչ պիտի անես, ասում եմ հիշում եմ, որ պիտի քիչ գրեմ։ Դե ասում եմ իամբոչ բարության ու սիրո մթնոլորտում եք դուք ապրում, ոնց Ես Սոնայի հետ նոր սար կգնամ անպայման, որովհետև դա էլ է իմ տարերքը մի քիչ կշփվենք։ Ձեզ համար շատ հետաքրքիր կլինի, որովհետև Սոնա շատ հետաքրքիր աղջիկ է։ Ես ավելի քան համոզված եմ, ստադիաներ կոնկրետ կան աուտիզմի։ Իհարկե կան, գրքում նույնպես նշված է։ Թե անդադ բացահայտվում է այդ ստադիաները։ Տեսեք, բալիկների մոտ ախտորոշումից հետո բնականաբար սկսվում են աշխատանքներ, որի ընթացքում արդեն երևում է, թե երեխայի մոտ բարդության որաստիճանն է։ Այսինքն, եթե մենք հանդիպում ենք 2.5 տարեկան աուտիզմ ունեցող բալիկի, ով չունի տեսողական կոնտակտ, ով չի արձագանքում անվանը, ով չի ուզում քեզ հետ խաղալ, առհասարակ դու նրան հետաքրքիր չես։ Եվ այդ ընթացքում աշխատանքները սկսելուց հետո արդեն սկսում է երևալ ինչպես է երեխան դեպի քեզ գալիս։ Այսինքն գրքի մեջ նշված հաստ ապակե պատը ինչ հաստություն ունի, որովհետև ինձ երեխաներից բաժանում է այդ պատը, որը որ մենք անդադար թակում ենք, որպեսզի նա մեզ նայի։ Այդ բարդության աստիճանը որոշվում է այդտեղ, երբ ինչպես է երեխան արձագանքում ադապտացիային։ Լինում են, այո, որ առաջին աստիճան, երկրորդ, երրորդ, չորրորդ, ըստ բարդության իրենք լինում են 4 աստիճան։ Այո։ Ես հիշեցի իմ ծանոթներից մեկին, ով թերևս կամ չէր ուզում միջավայրում, կամ չէր ուզում ինքը իրեն խոստովանել, որ երեխան ունի աուտիզմի, հա, նշաններ, ես ստադիան իհարկե չեմ կարող գնահատել, բայց շատ կան։ Իմ ընկերների ցանկում էլ այսինքն կան մարդիկ, որոնց երեխաներ ունեն տարբեր առումով, որոնց ես իհարկե գրագետ որակավորում, հա, ստադիայի չեմ կարող տալ, բայց մոտավորապես սիմպտոմները, որտեղ դուք գրել եք վերջաբանում, այսինքն այդ գերակտիվությունը, կոնտակտի չգալը եւ այլն։ Իրականում, երբ մենք ասում ենք կոնտակտի դուրս չի գալիս, չի ուզում քեզ հետ խաղալ, բայց ինքը ակտիվ է։ Այդ դեպքում ի՞նչն է իրեն հետաքրքրում, ո՞րն է իր ակտիվ ուշադրության կենտրոնում։ Իր աշխարհը։ Իր աշխարհը, որտեղ որ ինքն է, որտեղ որ իրեն կախված էլի առանձնահատկությունից, որտեղ իրենից չի պահանջվում անել այն, ինչը որ ինքը չի ուզում անել։ Դա կարող է արտահայտվել օրինակ ստիմով, անընդհատ կրկնվող գործողությամբ ինչ-որ մի բան անելով, կարող է օրինակ արտահայտվել իրեն շպրտելով, որովհետև ինքը չի հասկանում, որ օրինակ լեգոն կպցնելու համար է, ոչ թե շպրտելու, որ շպրտելուց ձայն դուրս գա, ոչ թե իրերը ոչ իրենց նպատակով օգտագործելով, էլի նույն թխթխկացնել եւ այլն։ Բայց խոսքը այդտեղ տուժում է էլի։ Միանշանակ։ Որտեվ խոսքը վարք է, իսկ խոսքի բացակայության դեպքում այդ բացը փորձում են լրացնել վարքով։ Ինձ հետաքրքիր է 4-ը ամենաբարդն է, ճիշտ եմ հասկացել, թե առաջինն ամենաբարդը։ Շողեր, ինչպես ես գրքում ներկայացրել։ 4-րդը ամենապարզն է։ Ամենապարզը։ Առաջի ստադիան հետը աշխատելուց ինքը կարա տեղափոխվի երկրորդ, երրորդ, չորրորդ, թե չէ։ Եթե կարելի է, գիտեք, շատ կարևոր է այն ռեսուրսը, որով ծնվում է երեխան։ Ես շատ եմ ուզում այդ մասին այստեղից խոսել, որովհետև հանկարծ չթվա տպավորություն չստեղծվի, որ ես սուպեր մամա եմ ու աշխատանք եմ արել ու իմ երեխային շատ ծանր վիճակից հանել եմ։ Այդպես չի։ Կան շատ եւս կոմպետենտ ծնողներ, ովքեր շատ եռանդ են դնում եւ երեխայի առաջընթացը լինում է քիչ։ Շատ կարեւոր է թե ինչ ռեսուրսով է ծնվում երեխան եւ թե ինչ խորություն ունի խնդիրը։ Կարող է մենք օրինակ ունենանք առաջին աստիճանի ծանրության խնդիր, բայց գրագետ, ճիշտ աշխատեն եւ երեխայի ռեսուրսն էլ թույլ տա եւ ահագին առաջընթաց լինի։ Եվ հակառակը կարող է խնդիրը լինել թեթև, բայց չլուծվի։
այսինքն գնալով խորանը։ Գնալով խորանը, գնալով բարձր։ Նաև իր աճի հետ կապված մեծանալու։ Այստեղ նաև շատ մեծ նշանակություն ունի, տեսեք, ծնողները հաճախ են ասում, ընկեր Շան, բայց իմ երեխան խելացի է։ Ոչ ոք կասկածի տակ չի դնում երեխայի մտավոր կարողությունները։ Մենք խոսում ենք հաղորդակցական հմտությունների մասին։ Ես գիտեմ շատ խելացի երեխաներ, ովքեր սպեկտրում են, ես գիտեմ նաև երեխաներ, ովքեր չունեն մտավոր նման զարգացում, այսինքն մեկը մյուսի հետ հաղորդակցական ֆունկցիան զարգացնելիս իհարկե շատ կարևոր է երեխան ինչպիսի մտավոր կարողություններ ունի, բայց եթե երեխան թեթև աստիճանի է եւ նրա հետ չի իրականացվում աշխատանքներ, ամենայն հավանականությամբ ինքը գնալով կբարթանա, որովհետեւ հաղորդակցման սահմանափակումը դա չի կարող բերել զարգացման ոչ մի տեսակի։ Մենք երեխայի հետ աշխատում ենք, սովորեցնում ենք նրան խաղալ մեզ հետ, սովորեցնում ենք նրան խոսել մեզ հետ, սովորեցնում ենք երեխային պատմել իր զգացմունքների մասին։ Մենք Սոնայի հետ շողերը պատմեց, որ ինքը սուպեր մամա չի, ինքը սուպեր մամա է։ Դու տվեք, ես սա չէի կարող չասեի, որովհետև լինել այդքան հետևողական, լինել այդքան ամեն ինչ հասցնող բարդ է շատ։ Փոխել մասնագիտություն, փոխել ամեն ինչ, որպեսզի երեխան ունենա անհրաժեշտը, դա շատ բարդ է եւ մեծ զոհողություն է պահանջում։ Այս պարագայում ընդհանրապես բոլոր ծնողները միգուցե այդպեսին պիտի լինեն, բայց միշտ պետք է հիշեն առանձնահատկություն ունեցող ծնողները, որ իրենք ավելի է պետք իրենց երեխաներին, քան ցանկացած այլ ծնող իր զավակին։ Այստեղ հատկապես սկզբնական փուլում, հատկապես դժվարությունները հաղթահարելու այն կարճ ժամանակահատվածը, որտեղ քեզ թվում է, թե ոչինչ չի ստացվելու։ Այսինքն միշտ պետք է աշխատել անկախ խնդրի ծանրությունից, որովհետև մենք շոշափելի հաջողությունների հիմա հասնում ենք։ Յուրաքանչյուր երեխա իր մակարդակով, յուրաքանչյուր երեխա իր տեմպով, բայց մենք անպայման հաջողություններ ունենում ենք։ Չի կարելի, Շողերը շատ լավ գրքում նշել է, որ հաջողությունների դեպքում չենք կորցնում մեզ, թողնում ամեն ինչ, իսկ երբ որ ինչ-որ բան չի հաջողվում, չենք հուսալքվում, այսինքն այդ բալանսը միշտ պետք է պահել։ Մեր աշխատանքում դա խիստ կարևոր է։ Իհարկե բարդ է ծնողների համար, նորից եկեք ինքանք որ կեշան դուք չեք հասկանա, ես բավականին երկար եմ արդեն ոլորտում հասկանում եմ։ Բարդ է, լինում են հուսահատության պահեր, լինում են դժվար փուլեր, լինում է պահ, երբ որ թվում է, որ այսքան աշխատում ենք, դեռ որ ոչինչ չենք տեսնում, բայց այդ փուլերը բոլորը անցնում են իրար հաջորդելով։ Այդ մասին պատմվում է գրքում ծնողի տեսանկյունից, պատմվում է ծնողի փորձառության տեսանկյունից, այսինքն այստեղ զուտ բառեր չեն։ Այստեղ օրինակ է, այստեղ երեխա է, որը իրական է, եւ ծնող, ով ներկայացնում է, որ ճիշտ քայլերի դեպքում կունենաք շոշափելի արդյունք, երեխան կխոսի, երեխան կշփվի։ Լավ, հիմա քանի որ մենք միասին խոսեցինք, որ այս ժամանակահատվածում տարեստարի ավելի շատանում է երեխաների քանակը։ Չկա ինչ որ մի ստատիստիկա, թե ինչով է դա պայմանավորված, չգիտեմ, վատ սննդով է պայմանավորված, աղտոտված օդով է պայմանավորված, անպատասխանատու ծնողներով է պայմանավորված, ինչով է դա պայմանավորված, որովհետև ինչ որ մի պահից կանխել է պետք է դա ամեն ինչ, այսինքն բժշկությունը չի կարողանում հասկանալ ինչա կատարվում։ Տեսեք, շատ բարդ բան եք ասում, շատ դժվար է այդ հարցին պատասխանել, ես չեմ կարող այդ իրավունքին ինձ վերապահել եւ ասել ինչ անել եւ ինչից է, ամեն ինչ իրար հետ ես կարծում եմ, բայց որ չի այս փուլում չենք կարողանում կանխարգելել, դա փաստ է, կամ ոչ մի կերպ, ոչ մի ծնող ապահովագրված չէ դրանից։ Ոչ մեկ չի կարող ասել, որ եթե ես ճիշտ կենսակերպ եմ, ինչպես դուք նշեցիք, ճիշտ կենսակերպ եմ վարում, ես ապահովագրված եմ աուտիստիկ սպեկտր ունեցող երեխա ունենալու։ Բայց ռիսկերը քիչանում են, չէ՞։ Ռիսկերը միանշանակ քչանում են։ Պետք է վարել ճիշտ ապրելակերպ, պետք է գրքում էլ է նշված, ինչ պետք է անի ծնողը։ Բայց խուսափել, այո, երաշխիք չի, չենք կարող ոչ մի կերպ ինչ որ մեկին հնարավոր չի արդեն հենց ծնվում է երեխան ախտորոշել, որ կարող է Իսկ հղիության ընթացքում այդ թեստը որ անում են աուտիզմի դեպքում ոչ կոնկրետ աուտիզմի հետ կապված չէ, բայց ինչ-որ անում են գենետիկ թեստեր անում են, բայց դա ցույց չի տալիս աուտիզմը։ Անկամ ծնվելուց հետո երեխան զարգանում է նեյրոտիպիկ, ինքը զարգացման առանձնահատկություն է, ինքը օրինակ ոնց որ Դաունի սինդրոմը, ինքը ֆիզիոլոգիական չի, քրոմոսոմային չի, ինքը լրիվ նյարդաբանական խնդիր է ու իրեն հնարավոր չէ գտնել միջև հղիությունը կամ հղիության ընթացքում ծնվելուց հետո միջև 1 տարեկան իմ երեխան խոսում էր, մենք իրեն մկրտել ենք մի տարեկանում, քահանայի հետ բառերը կրկնում էր։
Այնքան որ մենք սոսկ ենք դրել, որ ինքը չխոսի, չխանգարի։ Այսինքն անգամ իջև մի տարեկան երեխայի զարգացումը նեյրոտիպիկ էր, անգամ մի փոքր տարիքից էլ ավել էր։ Երբ որ ես համեմատում էի, դարձյալ համեմատում էի, բայց ինչ որ մի պահից ես զգացի, որ երեխայի աչքի կոնտակտը կորավ, անվան արձագանքը կորավ, եթե ինքը օրինակ բռնվում, քայլում, կանգնում էր, դարձյալ սկսեց նստել ու չոչալ։ Իսկ դա հնարավոր է ձեռք բերովի լինի։ Վախից օրինակ։ Դժվար։ Չի լինում նման կապ։ Ասոնա երեխան խոսում է։ Այո։ Այսինքն վերականգնվել է նաև խոսքը, որովհետև այստեղ գրված է դու ղժայի, որ ես հասկանամ։ Այո։ Այդ գիտեմ։ Երբ որ մենք տնայիններ ենք անում, այդ մասին բոլորը իմանում են։ Դասերը սովորում են նաև մեր երկու շները։ Դե իմ աղջիկը որ դասեր սովորում մեր երկու կողքի շենքերն են իմանում։ Չէ, պարզապես Սոնյան ինքը ուղղակի բացատրում է, որ դու գորա, որ ես լավ հասկանամ։ Որտեղ մինչև ես չեմ գոռում։ Ինքը Ինքը նայում է պատուհանից դուրս, ինքը կարա նկատի, որ վայ բոնին ինչ որ բոնին մեր մի շունիկն է, ինչ որ բան է գզում, վայ Ադրինեն այնտեղ ինչ որ բան է քանդում, Ադրինեն իմ երկրորդ երեխան է, բայց ամեն ինչ անի, բայց չկենտրոնանա դասի շուրջ։ Դա նորմալ է։ Իհարկե նորմալ է, բայց երբեմն այդ բոլոր երեխաները տարբերություն մնացած բոլոր բալիկների, աուտիզմ ունեցող բալիկները իրենց ամեն ինչում է շատ անկեղծ։ Այսինքն եթե իրավիճակում տեսեք ինչով են տարբերվում։ Ես իհարկե ինձ համար նրանք շատ ավելի սիրելի են, ինչու, որովհետև եթե նստած է 4 բալիկ զգացին նույն բանը, 3-ը կլռեն կամ չեն ասի, Սոնան կասի, ինձ էլ հակառակը պարապմունքի ընթացքում մենք երեք մի քանի օր առաջ տաքսիով երթևեկում ենք, դե տաքսիստը հաճոտ էր գալիս, առանց ված գալու, փուֆ էս ինչ փիսոտ է գալիս, ողջ ընթացքում ինքը քիթը բռնած, որ ես Խելքի գլխին երեխա։ Այո։ Մենք ինչի ենք մեզ տանջում անում, թե ուզում ենք դա ասենք ու չենք ասում ու մեր առողջությունը փչանում է։ Ասում դեռ մեծ հարց է, ազգով խնդիրներ ունի մենք։ Խժալի հետ կապված պարապմունքի ընթացքում, երբ որ սկսում ենք, ինքը մաթեմատիկա շատ դժվար է սովորում, չի սիրում, բայց դե սովորում ենք, չենք կարող չսովորել, որովհետև դու ո՞րն ես ուզում։ Հա, այդպես գրում հարցնում եմ, Սոնյա, ինչ որ բան եմ ասում, մեկ եմ ասում, դե հիմա արդեն երկուս եմ ասում, նայում եմ ասում, Սոն ջան, արդեն ղժամ, չէ, դու մի ղժա, ես հիմա կմտածեմ։ Այդ բաղեմ, դու մի ղժա, ես կմտածեմ։ Բայց ինքը հաճախում է սովորական դպրոցը։ Հիմա բոլոր դասերից, այո։ Հիմա նախ բոլոր դպրոցները ներառական կրթություն են ենթադրում իրենից, տմակի աշխատողները գալիս են գնահատում են, այդ մասին գրքում կա գրված։ Սոնան դպրոց գնում է ուղեկցորդի հետ, որովհետև այդ կենտրոնացման խնդիրների պատճառով ինքը կարող է չհետաքրքրվել դասով, ոչինչ չանել, ձանձրանալ, նկարել, կտրտել, կպցնել, տիկնիկ սարքել։ Այսինքն ընդհանրապես դասից դուրս մնա։ Իսկ ուսումնական զարգացումը, ինչքան էլ որ մենք ասում ենք, որ սա նյարդաբանական խնդիր է, պորեկցիայի ամենակարևոր կետն է իմ համար համենայն դեպս։ Ինքը գնում է դպրոց, սովորական դպրոց, իր հետ գնում է ուղեկցորդ, ուղեկցում է իրեն դասերի ժամանակ, ինքը դասարանական աշխատանքը կատարած գալիս է տուն։ Անձամբ որ դասի ժամանակ էլ ուշադրությունը չշեղվի։ Կա ինչ-որ մի տարիք, որովհետև այդ տարիքում հիմա չասենք հիվանդ, բայց առողջ երեխան էլ կարող է ամենաանհավանական բաներն, այո, իրականացնել, բայց երբ օրինակ հատվում է տարիքը եւ գալիս է ավելի հավասարակշիռ տարիք, կա ինչ-որ էլի ստատիստիկա, որտեղ խոսում է, որ իրենք ինքնուրույն արդեն փորձում են ինքնատիրապետման գալ, հասկանալ, որ օրինակ չի կարելի դուրս գալ, պետք է մնամ, իրենք իրենց տիպեն, կա այդպիսի փորձ։ Դրան է ուղղված աշխատանքները, այսինքն օրինակ եթե մինչև երրորդ դասարան Սոնային դպրոց տանելը դա բարդ էր, որովհետև ինքը չէր ուզում մտնել դպրոց, ընդհանրապես չէր ուզում սովորել, որտեղ այնտեղ կարգ ու կանոն է եւ այլն։ Հիմա երրորդ եւ չորրորդ դասարանում արդեն իր մոտ եկել է այն գիտակցությունը, որ պիտի անեն, պետք է։ Պետք է արդեն ինքը ընդունում է այն կանոնները, որտեղ որ հայտնվել է եւ հարմարվում է։ Երեխան սկսում է հարմարվել այդ կանոններին։ Դա օրինակ եղավ Սոնայի դեպքում երրորդ դասարանում։ Մի երեխայի մոտ կարող է լինել 5-րդ դասարանում, մեկի մոտ առաջին դասարանում, այսինքն դա եւս շատ տարբեր է կախված խնդրի խորությունից եւ այլն։ Ինձ մի հարց է հետաքրքիր, երբ որ սարերը գնում լինում է, որ ինքը չուզենա բարձրանա, այսինքն այնտեղ կապրիս կամ ինչ-որ օրինակ ես հետո ուղեկցորդին հարցնում հոգնել եմ եւ այլն։ Դե դա նորմալ է, որովհետեւ հոգնել է։ Բայց չէ, այդպես չի եղել, այսինքն իր մոտ ֆավորիտների մեջ է զբաղմունքը, այն ամենասիրելի զբաղմունքներից է, ինչ որ գնամ, բան արշավ։ Ո՞նց եք եկել այդ ամեն ինչին։ Ես ինքս սիրում եմ, դուք եք գնում։ ես էլ եմ գնում։
Եվ ինչքան մոտ բնությանը բնականաբար այնքան լավ։ Շատ ուզում էի որ Սոնան գնար արշավների ու երբ որ եղավ ներառական արշավը, ոնց որ կանաչ լույս էր, որ շատ լավ է, կփորձենք այստեղ, հետո տեսնենք ինչ է դուրս գալիս, որտեվ իմ գեր խնդիրն է իրեն ինձնից անջատել, քիչ-քիչ հեռանալ, որ ինչ որ մի փուլից ես իրեն կարողանամ թողնել մենակ։ Այն առումով, որ ինքնուրույն ապրի, ինքնուրույն որոշումներ կայացնի եւ այլն։ Ես կողք կանգնեմ, որպես ոնց որ ցանկացած ծնող։ Եվ երբ որ արշավը եղավ, իմ համար դա ամենակարևոր առաջին քայլն էր, որ ինքը առանց ինձ գնա արշավի։ Այդպես։ Ոնց են հարաբերությունները այ քույր եղբայրների հետ, երբ տանը կա երեխա, որը այլ կերպ է մտածում, իրենք իր հետ կարող են լեզու գտնել։ Դե այստեղ իմ փորձը շատ փոքր է, որտեվ իմ երեխան փոքր է, 2.5 տարեկան է, մեծ փորձ չունեմ այստեղ։ Սկզբում դե շատ էյֆորիա էր, երբ որ վա ես քույրիկ եմ ունեցել, քիչ-քիչ հասկացա, որ այդ քույրիկը միշտ է, ու այդ քույրիկը իր բաժին ուշադրությունը տանելու է, ոնց որ մրցակից է հայտնում է։ Կամաց արդեն դուրս չի գալու։ Ահա, կամաց դու փոքր ես, այնքան է քրոջը ասել դու փոքր ես, հիմա քույրիկն է արդեն ասում դու փոքր ես, 2 տարեկան ձագուկ։ Բայց շատ լավ ամուր ընկերություն է, ոնց որ ստացվում է պարտադրված, բայց հոգատարության փոքր դրսևորումներ եւ երկուսի կողմից, հա։ Նաեւ մրցակցության դրսևորումներ, դե այստեղ փորձս մեծ չէ, բայց շատ նման է ես մեծ ընտանիքում եմ մեծացել, մենք 4 երեխա ենք տանը, շատ նման է մեր հարաբերություններին։ Իսկ ուրիշ քույր եղբայր, չգիտեմ, դե Սոնան չունի։ որ եղբոր քերի ունի, այդպես ունի։ Իրանց հետ շփում ունի։ Հա, նորմալ, կա։ Երբ որ ընտանիքներում աուտիստիկ սպեկտր ունեցող բալիկը առաջինն է լինում, ինչպես Սոնայի դեպքում էր, երկրորդ բալիկները չեն հասկանում առանձնահատկությունը եւ իրենք շփվում են այնպես ինչպես նեյրոտիպիկի հետ կշփվեն։ Այսինքն Սոնայի քուրիկը դեռ չի հասկանում, որ Սոնան ուրիշ է։ Իսկ երբ որ հակառակն է լինում, մեծ չունենում առանձնահատկություն, ծնվում է փոքր, որն ունի խնդիր։ Այստեղ մի փոքր այլ են հարաբերությունները, որովհետև արդեն կա կանխակալ վերաբերմունք մեծի կողմից։ Ես դա որպես շատ ընտանիքների հետ աշխատած մասնագետ եմ ասում։ Ես միշտ ասում եմ, որ պարտադիր պիտի երեխան ունենա քույր եւ եղբայր։ Չի կարելի, երբ ես հասկանում եմ անհանգստությունը առաջինից հետո երկրորդ չունենալու։ Ես գիտակցում եմ ծնողի հոգեկան վիճակն ու ապրումները, բայց ոչ մի դեպքում չթողնել երեխային առանց քույրիկի եւ եղբայրի, որովհետեւ թերապևտիկ այն աշխատանքը, որը անգիտակցորեն Սոնայի քույրիկն է անում Սոնայի հետ, երբ որ նրանք պայքարի մեջ են մտնում, Սոնայի քույրիկը չի զիջում, ինքը հաղթում է Սոնային, Սոնան սովորում է զիջել, ինչպես որ օրինակ չէր զիջի, եթե մեծ միշտ ասում է, չէ, ինքը փոքր է, եթե անգամ խնդիր էլ չունի, ինքը փոքր է եւ արդեն վարքի հետ կապված մի փոքր լինում է այդ երես առած վիճակը։ Իսկ երբ որ փոքրն է առանց խնդրի լինում եւ մեծն է աուտիստիկ սպեկտրում, իրենք չեն ընկալում եւ պահանջում են հավասարություն։ Եվ Սոնան, ես կարծում եմ, որ շատ փոխվեց քուրիկից հետո։ Եվ զիջելը եւ համագործակցելը։ Դա սոցիալի մեջ ինչ թվում է դրսևորվելու են ամենաառաջին փորձն է միանգամից ու ամենաերկար վիճել ու ամենաերկար այո։ Ես պատկերացնում եմ իհարկե հատկապես երիտասարդ ծնողների հոգեբանական վիճակը, որ իրենք ինչ որ բան են բացահայտում եւ սկսվում է այդ առաջին շոկը, որովհետեւ այնտեղ պարզ է արդեն որ աշխատանք կա անելու, իրականում անհավանական ուժի տեր կանայք են, որովհետեւ իմ մանկության ընկերուներից իր որդին էլ պարզվեց որ ունի, շատ տարիներ առաջ էր իհարկե, եւ հետաքրքիր է որ հիմա ինքը վստահ եմ հետո որ ասեմ անունը կճանաչեք, ինքը խորացավ դրա մեջ, ինքը դարձավ մասնագետ, որ աշխատում է այլ երեխաների հետ, ինչ-որ ուղղվածություն գտավ, այո։ Ես գիտեմ ում մասին է խոսքը, դա ֆանտաստիկ։ Այո, եւ հիմա չգիտեմ ճանաչպես թե ոչ, բայց ես հիացած եմ, անգամ իր հետ խոսելիս դու հասկանում ես ինքը արդեն որքան պրոֆեսիոնալ է այդ առումով, ինքը չի հանձնվել ու դարձել, այսպես ասած, հա, ինչ որ տենց կրողը, որը պիտի մի բան անի, ինքը ճիշտ հակառակը դարձել է մեկը, ով աշխատում է այդ տեսակ երեխաների հետ։ Այդ տեսակ փորձառություն մեր համայնքում էլ կա, կան որ օրինակ զարգացման կենտրոն են բացում, որտեղ իր տղային պետք է շփում հասակակիցների հետ։ Ես ծնող գիտեմ, երեխան դեցեպ ունի, ինքը ֆիզիոթերապիստ է դարձել, էլի լրիվ ուրիշ մասնագիտություն ունի, բայց հիմա այսպես է ու ինքը սովորել է նոր մասնագիտություն հմտացել է։
Այդպես շատ է լինում, որովհետև այո, ընկեր Շուշանը ասաց, երբ որ տանում ես ինչ-որ թերապիայի, թերապիան տևում է կես ժամ 45 րոպե։ Դրանից հետո երեխայի հետ ծնողն է մնում։ Ու եթե այդ թերապիան չդառնա կենսակերպ, ինքը անիմաստ է։ Այդ ոնց որ շաքարային դիաբետ լինի, հա, թե մենք համեմատենք, թերապիան այդ ինսուլինն է, իսկ մնացած աշխատանքը այն դիետան, սննդակարգն է, որ պետքա հիվանդը ինսուլինը սրսկվես ու գնաս բարձրուտ։ Այո, որը եւ արվում, որը որ շատ հաճախ արվում է։ Հեռախոսի տվեք բարապմունքից հետո արդեն միջանցքում երեխան հեռախոսը վերցնում է, դու այսպես կանգնած մտածում ես 45 րոպե տանջվեցին երկուսս էլ, ես էլ երեխան էլ, ծնողավարությունը առհասարակ բոլորի համար է խիստ կարևոր։ Կամ փախուստ է ծնողի կողմից, կամ իրապես անգիտակցում։ Որովհետև մեկ փախուստ է, որովհետև դու ուղղակի ուզում ես քեզ անջատել այդ իրականությունից։ Երկար կոնկրետ այս խնդրի պարագայում, եթե լինի խոսքի զարգացման հապաղում, խոսքի խանգարում, եթե լինի այնպիսի ախտորոշումներ, որոնք որ կան խնդիրներ, որոնք ես հաղթահարում եմ առանց ծնողների իմ կաբինետային պայմաններում։ Այստեղ ինձ շատ պետք չի ծնողի վրա էներգիա ծախսել, ժամանակ ծախսել ծնողը, բայց կոնկրետ աուտիզմ ունեցող բալիկների, մայրիկների հետ սկսվում է իմ աշխատանքը հենց այդտեղից։ Եթե ես այստեղ չունեցա հաջողություն, չեմ կարող ունենալ հաջողություն երեխայի հետ։ Եթե երեխան չի արտասանում ռ հնչյունը, ինձ ծնողի օգնությունը պետք չէ։ Ես հայլու դիմաց վարժությունների արդյունքում կարողանում եմ ստանալ այդ հնչյունը ու 10 պարապմունք հետո ես չեմ էլ տեսնում ոչ ծնողին, ոչ երեխային։ Սոնայի հետ ես 5 տարի եմ արդեն աշխատում։ Մենք յուրաքանչյուր փուլում ունենք որոշակի նպատակներ։ Հիմա չի խոսում, հիմա պետք է բառապաշարը հարստացնել, պետք է խոսքը զարգացնել, պետք է վարքերի վրա աշխատել, գնում ենք դպրոց, պիտի պատրաստվել դպրոցի, պիտի սովորենք տառեր, այսինքն մենք յուրաքանչյուր փուլում ունենք շատ մեծ մարտահրավերներ։ Եթե այստեղ չկա ծնող մասնագետ ճիշտ տանդեմ, հեռուն չենք գնա։ Իսկ փախնել իրականությունից հեռու չեք փախնի։ Հարգելի, սիրելի ծնողներ, անդադար այս մասին ասում եմ։ Այս պարագայում հեռու չենք փախնի։ Լինում է, որ բուժվում են այդ մարդիկ։ Այստեղ բուժում չկա։ Եկեք շողերն եմ ես մի Չէ, զարգացման հետ կապված, ասենք մարդը դառնում է 25 տարեկան եւ արդեն ինքը կարող է ունենալ, տեսեք, այո, նա կներառվի հասարակության մեջ, կսոցիալիզացվի, կունենա, ճիշտ ինչպես հիմա Սոնան ունի, ինքը կխոսի, բայց իր առանձնահատկությունը ես կարծում եմ, որ միշտ իր հետ կմնա։ Եվ պետք է չի, որ դուք մի քանի բան կարդացիք Սոնայի մասին, վստահ եմ սիրեցիք նրան։ Ես չեմ ուզի ինքը կորցնի իր առանձնահատկությունը, իր դեմքը, բայց այն, որ մենք ձգտում ենք, որ ինքը չունենա դժվարություններ հաղորդակցման մեջ, ուսուցման մեջ, իր հետագա մասնագիտությունը ընտրելու մեջ, էքսկուրսիա գնալիս ընկերների հետ շփումների մեջ, մենք իհարկե դրա վրա շատ ծանր աշխատում ենք, բայց իրենք, ինչպես գրված է գրքում, նեյրոտիպիկ չեն դառնում։ Այսինքն չի լինում, որ դուք տեսնեք ու չիմանաք, որ ինքը առանձնահատուկ բարիք։ Չի լինում այդպես։ Ես գտնում եմ, ես այդպես եմ տեսել, ամեն դեպքում իմ աշխատանքային փորձը դեռ ոչ, ինձ այդպես է։ Իսկ կա մի բան, որ ինքը լավն է, չգիտեմ, նկարիչ, այսինքն որ շատ տարօրինակ լավն է, որովհետև նման փորձ էլ կա աշխարհում։ Տարօրինակ լավ չէ։ Այն ակնհայտ տաղանդ որ ասում։ Տաղանդը։ Չէ, այդպես չկա, բայց ինքը շատ սիրում է նկարել եւ շատ լավ իր մոտ ստացվում է։ Ինքը շատ սիրում է երգել, պարել եւ գնում է երաժշտական թերապիայի եւ պարի է գնում, բայց ձեր ասած ակնհայտ լավը այն որ հանճարեղ չէ եւ ես մի փոքր էլ շեղվեմ ձեր հարցից, երբեմն մամաները ծնողական համայնքը ասում է ինքը տաղանդավոր երեխեք են, այ Մոցարտն էլ է, Էյնշտեյնն էլ է, այդպես բան չկա։ Եկեք հստակ նայենք այն ամեն ինչին, այն գույներով, որ իրենք կան։ Երեխան ունի խնդիր, երեխան ունի զարգացման առանձնահատկություն։ Ոնց որ բոլոր մարդիկ, բոլոր երեխաները ունի առարկաներ, որոնք ինքը նախընտրում է անել։ Ունի զբաղմունք, որը ինքը իր զբաղմունքում ցանկալի չէ, բայց պիտի արվի։ Եվ ունի օրինակ Սոնայի դեպքում այդ մաթեմատիկան է, ինքը չի սիրում մաթեմատիկա։ Ես ինքս չեմ սիրել, իրեն դժվար է տրվում, հիմա ինքը 4-րդ դասարան է, բայց մենք դասղեկի եւ հատուկ մանկավարժի ընկեր Շուշանի հետ մենք հարմարեցնում ենք ծրագիրը, որպեսզի ինքը հասցնի եւ հասկանալով գրի, հա, ոչ թե նկարչություն անի։ Այսինքն բացառիկ տաղանդներ գուցե եւ լինում են, բայց մեծամասնության դեպքում սա խնդիր է առանց բոնուսների, ճակերտավոր։ Ոնց եք դուք իրականում սթափ գնահատում, այն որ ասում է եւ իրականությունը եւ ապագան,
Այս իհարկե ես վստահ եմ, որ քիչ ծնողների է տրվում, երևի թե մասնագետը կփաստի, բայց իրականում տեսեք, հիմա դուք ասում եք, ես մտածում եմ, այո, երեխան լավ կլինի, որ զբաղվի նկարչությամբ, այսինքն ունենա այդ դասերը, երաժշտություն, պար, որ ասում եք, մանկավարժ, որը տարիներ ի վեր ուղղորդում է իրեն։ Ես ուզում եմ հասկանալ, ֆինանսապես նաև շատ ծանր իրականություն է։ Կա ինչ-որ պետական աջակցություններ, որտեղ, չգիտեմ, օրինակ մանկավարժը, որը տարիների վեր պիտի կցվի երեխային, ունենա պետական աջակցություն, ոչ թե ծնողի ուսերին լինի, որ ենթադրենք, եթե ծնողն ուզում է, որ մի բան էլ նկարչություն անի, մի բան էլ, այսինքն ինչ-որ խմբակի գնա, էդ էլ գոնե լինի իր վրա, որովհետև սա լուրջ բեռ է, որովհետև այս դեպքում նկարչության կամ պարի գնալը սա ոչ թե ուղղակի քմահաճույք է, այլ անհրաժեշտություն է, եւ ծնողը ուզում է, գրագետ ծնողը հատկապես ձեր դեպքում, ուզում է, այսինքն բոլոր հնարավոր շանսերը օգտագործել, մաքսիմալ տալու երեխային, չգիտեմ, սոցիումում դրսևորվելու լիարժեք երեխայի այն առօրյան, որը կարող էր ունենալ։ Ո՞նց է սա կանոնակարգվում։ Չէ, իրականում կան մասնակի վճարման օրինակ կենտրոններ, հա, որ մի մասը հոգաբարձուների խորհուրդն է վճարում, մյուս մասը ծնողը։ Կան, որ լրիվությամբ վճարում է ծնողը, կան թերապիաներ, կենտրոններ զարգացման, եւ այստեղ նաեւ պիտի նշեմ, որ քանի որ ոլորտը քիչ է վերահսկվում, այս ամեն ինչի տակ ոչ կոմպետենտ մասնագետներն են շատանում։ Այսինքն խնդիրը կա, այն որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Խնդիրը կա, ծնողը գտնում է ինչ-որ մի կենտրոն, ինչ-որ մի ձևով դա վճարում է ու ստացվում է, որ երեխան գտնում է ոչ կոմպետենտ մասնագետի մոտ։ Այս խնդիրն էլ կա։ Բայց չեն վերահսկվում այդ կենտրոնները։ Քիչ են վերահսկվում։ Նոր մասնավոր մանկապարտեզները պիտի լիցենզիա ունենան, նոր կարողանան աշխատել։ Դա մասնավոր մանկապարտեզները, բազարգացման կենտրոնները։ Իհարկե այստեղ ընկերության ավելի գուցե առողջապահության նախարարությանը մասնագետների եւ ծնողների միջոցով դիմեն, որպեսզի իրենք հասկանան, որ անելիք ունեն։ Հիմա շարունակեմ, հիմա վիճակը իհարկե այդ առումով ծնողի բեռը թեթևացնելու առումով բավականին լավ է, քան մի քանի տարի առաջ էր։ Հիմա մանկապարտեզներն արդեն իսկ մանկապարտեզից սկսած գործում է ներառական կրթություն։ Այսինքն մանկապարտեզում, եթե դաստիարակը ծնողը հազանգում են խնդրի մասին, իհարկե կա պետական մակարդակով գնահատման կենտրոն, որտեղից գալիս են մասնագետներ, գնահատում են երեխայի կարիքը, նշվում են պարապմունքի համար առանձնացվում են ժամեր, երեխայի հետ սկսում են աշխատանքները։ Այսինքն պետական մակարդակով մենք դա ունենք, շարունակությունը լինում է դպրոցում։ Դասվարները, ուսուցիչները բոլորը վերապատրաստվում են, անդադար այդ ամեն ինչի մասին խոսվում է, իրազեկվում է։ Դպրոցում կա բազմամասնագիտական թիմ, որտեղ ներգրավված են հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, հոգեբաններ, որոնք որ երեխայի հետ սկսում են տանել աշխատանքներ։ Այլ բան է, երբ որ ծնողը ինքը ունի մեծ ցանկություն ավելին անելու, որովհետև կոնկրետ, տեսեք, սկզբնական շրջանում ամենակարևոր բանը երեխայի համար դա ժամանակն է։ Ռեսուրսը ամենակարևոր ժամանակն է, որը որ ոչ մի պարագայում չես կարող հետո լրացնել, եթե բաց ես թողնում։ Եվ ծնողը բնականաբար չբավարարվելով օրինակ պարտեզի շաբաթը մեկ անգամյա հանդիպումով մանկավարժի հետ, ինքը գտնում է նաև այլ մասնագետներ, որոնք կլրացնեն շաբաթական 2 անգամ երեխայի զբաղվածությունը։ Տանում են թերապիաների, որովհետև Սոնայի պարագայում շատ դրական ազդեցություն ունեցավ մուս թերապիան, որը որ պետական մակարդակով այսօր չի իրականացվում։ Այսինքն դպրոցում կամ մանկապարտեզում նման թերապևտիկ աշխատանքներ չեն իրականացվում։ Ոնց որ դպրոցում եւ կրթական հաստատություններում խիստ անհրաժեշտ բաներն են։ Եվ պետք է նշեմ, որ շատ քիչ ժամանականակով։ Օրինակ, Սոնային հոգեբան հատկացվել է շաբաթական, կարծեմ 20 րոպե, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Շաբաթական։ Այո։ Հետո կամ 40, բայց դա շատ քիչ է։ Իհարկե քիչ է։ Այսինքն ես հասկանում եմ, որ այստեղ պիտի ռեսուրսը հերիքի բոլոր բալիկներին, բոլոր խնդիր ունեցող եւ այլն։ Շաբաթական 20 րոպե ինձ էլ չի բավականացնի 20 հոգեբանային ինչ մի։ Շատ իրականում քիչ է ռեսուրս։ Աբսուրդ է։ Դրա համար հետո դարձյալ պիտի ասեմ, նշվում է միայն ամենաանհրաժեշտը, բայց այս այնքան սինթետիկ աշխատանք է, իրար մեջ մտած աշխատանք է, հա, միայն լոգոպեդը չի կարող այդ ամեն ինչը կարգավորել։ Պետք է նաև վարքային թերապիստ, պետք է նաև հոգեբան։ Բայց դրա համար էլ ես ինչու հարցրեցի առողջապահության նախարարություն, որովհետև երբ դա պետականորեն կանոնակարգվում է,
ու մասնագետների հետ խոսվում է, այդ ձեր ասած լոգոպեդ, հոգեբան, չգիտեմ, առանձին մանկավարժ, որը տրվում է, այս ամեն ինչը սկսվում է իր չափաբաժնով, մանկավարժին հարցնելով, իսկ որքանը պետք երեխային օրինակ շաբաթական տրվել, եթե սա պետական մակարդակով չարվի, մենք այդ կանոնակարգված վիճակը երբևէ չենք ունենա, որտեղ բոլոր ռեսուրսները իրենց ձեռքում են։ Ի պաշտպան իմ դպրոցներում աշխատող գոլեգաների, ասեմ, որ իհարկե դա արվում է, դա գնահատվում է երեխայի կարիքը։ Երբ որ միջին, թեթև եւ բարդ աստիճանի մենք ունենք այնտեղ գնահատման սանդղակ, որով որ երեխաներին գնահատում են, ըստ գնահատման է առանձնացվում պարապմունքների տևողությունը։ Եթե երեխայի մոտ թեթև աստիճանի է, խոսք եւ հաղորդակցում օրինակ բաժին է, այդտեղ տրվում է 20 րոպե երեխային։ Եթե միջին է, տրվում է 40 րոպե, եթե ծանր է, տրվում է 60 րոպե, կամ միգուցե ես րոպեների մեջ հիմա մի փոքր սխալվեմ, որտեղ արդեն քանի տարի է դպրոցում էլ չեմ աշխատում։ Ուզում եմ ասեմ, դա արվում է։ Դպրոցում աշխատում են բարեխիղճ մասնագետներ, պարզապես ժամանակի նորից քիչ լինելու պատճառով, այսպես թե այնպես արդյունքը չի լինում այնքան, որքան որ հետո մասնավոր սպեկտրով ծնողները սկսում են լրացնել։ Բայց այն որ կա, իհարկե կա, եւ բոլոր դպրոցները, բոլոր մանկապարտեզները այժմ ունեն ներառական կրթություն եւ ծնողական համայնքը այս մասին շատ ցավոտ հարց է, կուզեմ խոսել, ինչքան էլ որ շատ քիչ ժամանակ ունեն կհասցնեք, որ բոլոր բալիկները ունեն կրթության իրավունք, անկախ նրանց ունեցած առանձնահատկությունների։ Վերջ։ Ես ուղղակի կուզեմ բոլոր ծնողներին հուշել, որովհետև ես ուղղակի հիացած եմ շողերով, տպավորված եմ, այդ ասում եմ անհավանական գեղեցկություն է մի կողմի կանացի, որպես մայր, գրագետ մայր, ուժեղ մայր, ես ասում եմ, բացառիկ հանդիպող կանանց շարքում է, ես սիրահարվել կարելի է այս տեսակ մամայի եւ կնոջ եւ իր գրագետ մոտեցումը այն խնդրին, որի առաջ ինքը կանգնել է ու վստահ եմ, որ ինքը իր փորձով, իր ինֆորմացիայով, իր օրինակով կարող է շատ ճիշտ ուղու վրա ձեզ կանգնեցնել։ Դրա համար են մամաները, ովքեր փախնում են, խուսափում են, չեն հավատում, չեն ընդունում եւ դրանով կարող են վնասել իրենց էլ երեխային էլ։ Ես անպայման առաջարկում եմ, եթե մինչև հիմա չեք էլ արել, այսօր շատ սիրուն ձևաչափում կատու, որի անունն է Մոլի, հա, ես մեր շան անունն է դրել կատվի վրա, գրքի շնորհանդեսին, որը կլինի այսօր էր, չէ՞։ Այսօր ժամը 19-ին Ամիրյան 2 հասցեում ես առաջարկում եմ գնաք համ կծանոթանաք, ես վստահ եմ այնտեղ շատ գուցե մամաներ կլինեն արդեն փորձառու այս խնդրին եւ նրանք ովքեր չեն հասցրել կամ խուսափել են, հիմա կարող են ստանալ գրագետ խորհուրդ, աջակցություն, հասկանալ ինչից սկսել, ուր գնալ եւ եթե բաց եք թողել, վստահաբար կկարողանաք ունենալ լավ ընկերներ, կարգին ընկերներ, որոնք ձեզ կօգնեն այս հարցում։ Ձեր շնորհակալություն, որ մեր հյուրն էիք, Շողեր ջան, Սոնային ողջույններս, այն որ ասում եմ քեզ որոնապետ ինձ ուղղակի հիացրել է, դա կնոջ ամենաճիշտ պատասխանն է։ Քեզ ինչա պետք, դու ասա, ես էլ կասեմ։ Այն որ ասում եմ, այս դեպքում մեծ հարց է, էլի ով ապրում։ Մենք ճանապարհ ունենք անցնելու Սոնայի հետ, ասում եմ, ես էլ սիրում։ Արշավների։ Իհարկե։ Շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ, ձեզ համբերություն չեմ էլ ուզում ասել, որովհետև այնքան պատրաստված մարդ եք դուք, որ դուք գիտեք ուր եք գնում ու ինչու, այո, տաղաստված որ բոլոր բալիկները ձեզ նման մամա ունենան, այդ շատ կարևոր է։ Մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։